24 ժամը, այդ էլ արդեն ապացուցված բան է, թող նայեն, փորձեն մեզ հակասել, որևէ մեկը, եթե քաջություն ունի, էլի, որտեղ խայտառակ են ելնելու մեկը, բոլորը, որ ինչու չեն կարողացել տեսնել, իզորու չեն եղել, որտեղ իմաստասիրած գենը իրանց մեջ չի եղել, դա տրված էր հային և այսօր հայն էլ պետք է բացահայտեր, հա, բայց քանի որ մենք մարդասեր ժողովուրդ ենք, այո, մենք բերելու ենք հայկյան համակարգով համերաշխություն, փոխհամաձայնություն ողջ աշխարհին, հասկանում եք, ողջ աշխարհի մարդկությանը, մենք բարոյական, պատիվ ունեցող, մարդասեր ժողովուրդ ենք, այսինքն մենք ասելով մեր մշակույթը նման է երաժշտակարգին, Ալգերսմեք դաշնամուրի վրա դոնորեն իրար հետ կռիվանեն, մինուֆան, սոլնուլյան, սենց, էլի ծեծեն իրար, խփեն, ջարդեն, փշրեն, բաման, սենց եւ այլն, հա, տենց բան կարող լինի, մեր համակարգը հարմոնիա է տալիս բոլոր մարդկանց, բոլորին համատեղում փոխհամաձայնություն է տալիս, այդպիսին է հայկյան համակարգը եւ հավերժություն է տալիս մարդկանց, հասկանում եք, տալիս է լավագույն ուրեմն այդ ընթացքը, որը մարդուն տանում է դեպի ոչ թե դեգրադացիա, այլ կատարելագործում էվոլյուցիա, սա է հայկյան մարդասիրական եւ բնականon տիեզերական համակարգը։ Սովորական մարդը ինչ ներդրում պետք է ունենա կամ սովորական մարդուց ինչ է պահանջվում, որպեսզի ոչինչ չի պահանջվում սովորական մարդուց։ Արդեն իր ուրեմն խելքի, այսպես ասած, գիտակցության խնդրականն է, ոնց կուզի թող անի այդ սովորական մարդը։ Արդեն ոչ մեկից ոչինչ չի պահանջվում։ Հիմա մարդու կամքը ազատական է, ով ոնց ընկալեց, այնպես էլ նրա հետագան կլինի, կառուցվի նրա ապագան։ Ոչ մեկից ոչ մի պահանջ հայկն ու տիեզերքը չունեն, չկա տենց բան։ Այդպես բան գոյություն չունի։ Ինքը հայ ժողովրդից էլ բան չի պահանջում, հասկանում ես, որ պահանջեր շուտ կվեկալեր, նետը կխփեր հայերին, հայ որ չլնեն այս մարդիկ։ Ինքը թողել է իրանք դեգրադացվեն, անկարգանան, կարգ ու կանոնը խառնեն, հա, որպեսզի այսօր գան կարգավորվեն եւ օգնեն աշխարհից։ Դրա համար Արեգ ջան, ոչ մեկից մենք պահանջարկ չունենք ոչ մեկից։ Այդ պահանջարկի մասին չի խոսքը։ Կան մարդիկ, որոնք այսպես ասած ցանկանում են այդ գործընթացի մասնիկը կազմեն եւ նրանք նույնպես ներգրավեն եւ ինչպես շատերը մտածում են, որ նրանք եւս կարողանան ընտրել այդ փրկության ճանապարհը։ Ձեզանից խնդրում եմ այդ փրկության ճանապարհը ընտրելու գիտակցության մեջ բանաձևը։ Դե բանաձևը ո՞րն է, նոր չեմ ասում հիմա։ Ավելի པարզ ասեք, Պարզ ոնց ասեմ, դու պետք է վերցնես, ուրեմն գիտակցաբար մի քիչ դժվար է, որ թիթվաբանություն է, էլի, բայց այդտեղ մի հատ կենսագիտակցություն կա։ Այն որ քեզ կառավարում է, դու էլ իրան չես լսում, չէ՞։ Ասում է, էսի արդար չի, չէ, էսի ասում է, էսի արդար չի, էսի լավ չի, չէ։ Այսի ասում է, բա ինչ անեմ, բոլորը տենց են։ Բա ոնց տուն պահեմ, բա ոնց փողահապատակ չլնեմ, հա, բա երեխես սոված մնա, բա ես ինչ անեմ, ենի ասում է, ախպեր ջան, անմարդկային բաներ մի արա, մարդ եղի, ասում է, բայց ով է մարդ, որ հիմա էսի է ասում, հիմա նույնն էլ էսա, էսի կասի, ինքը կնայի կարթա, կամ իրան մի բան կասի այդ ամեն ինչը, կամ էլ բան էլ չի ասի։